Բարի օր, եթերում օպերատիվ ժամն է։ Այս թողարկման մեջ տեղգտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախամարը։ Ներքին գործերի նախարարությունը 2026 թվականի լավագույն գործատուների շարքում։ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest ամենամյա փառատոնի ընթացքին։ Քրեական ոստիկանությունում ընդունել են Իրաքի ներքին գործերի նախարարության կիբերանվտանգության պատվիրակությանը, կողմերը ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։ Սահմանային անցակետերում արձագանքման կարողությունների զարգացում։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը Տավուշի մարզում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնաբաժություն։ Meridian Expo կենտրոնում անցկացվեց կարիերայի ամենամեծ փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև ներքին գործերի նախարարությունը։ Տաղավարում ներկայացված էին պարեկային և փրկարար ծառայությունների տեխնիկական միջոցները, իսկ ծառայողները այցելուներին ներկայացնում էին իրենց աշխատանքի առանձնահատկություններն ու կարիերայի հնարավորությունները։ Ապրիլի 18-ից 19 Meridian Expo կենտրոնում անցկացվել է Career City Fest-ը, լավագույն գործատուների ամենամեծ և սպասված կարիերային փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև ներքին գործերի նախարարությունը։ Փառատոնի մեկնարկն ազդարարեց ոստիկանության գվարդիայի նվագախմբի շքերթը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել նման ձևաչափով միջոցառումներին գերատեսչության մասնակցությունը, այն դիտարկելով նոր կադրեր ներգրավվելու լավ հնարավորություն։ Արփինե Սարգսյանը զրուցել է ծառայողների հետ, ծանոթացել տաղավարում ներկայացված տեխնիկական միջոցներին։ Կարիերայի փառատոնը հնարավորություն է տալիս ավելի անմիջական շփվել երիտասարդների հետ, ներկայացնել ծառայության առանձնահատկությունները եւ ոգեշնչել, որպեսզի ներգրավենք մեր շարքերը։ Ներկայացնում ենք մեր պարեկային ծառայությունում առկա հատուկ միջոցները, որոնք հիմնականում բաժանում են երկու մասի՝ ամենօրյա ծառայության համար նախատեսված եւ արտակարգ իրավիճակներում օգտագործող հատուկ միջոցները եւ դրանց կիրառման կանոնները եւ տարբերակները։ Ներքին գործերի նախարարության տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու ոչ միայն պարեկային և փրկարար ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը, այլև ծառայողների հետ զրուցելու ոլորտներում մասնագիտական աճի և կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին։ Այցելուները մեծ հետաքրքրությամբ մոտենում են մեր տաղավարին, աշխատանքի վերաբերյալ հարցեր են տալիս, մենք էլ սիրով պատասխանում ենք։ Հարցերը բազմազան են, սկսված մեր տրանսպորտային միջոցներից, տեխնիկապես հագեցվածությունից, լրակազմից, մինչև մոտոցիկլի պարազինություն, հագեցվածություն։ Ծառայողները կիսվել են փորձով ներկայացրել հաղթահարած մարտահրավերները, գրանցած ձեռքբերումները, նաև ծառայության շարքերը համալրելու վերաբերյալ տրամադրել խորհրդատվություն։ Փառատոնի օրակարգը նաև հագեցած էր աշխատաշուկայի և կարիերայի զարգացման արդի թեմաներին նվիրված պանելային քննարկումներով։ Աշխատանքի ապագան 2030-ի խորագրով քննարկմանը մասնակցել է ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։ Նա ներկայացրել է կայուն աշխատանքի վերաբերյալ ավանդական ընկալումները, նշելով, որ դրանց վերաբերյալ կարծրատիպերը առաջիկա տարիներին կփոփոխվեն, պայմանավորված թվային գործիքակազմերի շեշտակի զարգացմամբ։ Նրա խոսքով պետական կառավարման համակարգում ընթացող թվայնացման գործընթացները, մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթը, ինչպես նաև արդյունքահեն և ռիսկահեն կառավարման մոտեցումները ձևավորելու են նոր իրականություն։ Նատալի Սահակյանը կիսվել է ներքին գործերի նախարարության փորձառությամբ, ներկայացնելով ենթակա ծառայությունների նորացման, կադրերի հավաքագրման, իրականացվող բարեփոխումների արդյունավետության և արժանիքահեն աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացների վերաբերյալ մանրամասներ։ Քննարկվել են նաև կարիերայի ձևավորման վրա ազդեցություն ունեցող ժամանակակից տեխնոլոգիաների, նոր հմտությունների և աշխատաշուկայի փոփոխություններին առնչվող հարցեր։ Հայաստանում էր Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբերանվտանգության գերատեսչության պատվիրակությունը։ Այցի շրջանակում հյուրերը եղել են նաև ներքին գործերի նախարարության կրթահամալիրում, որտեղ ծանոթացել են կրթական ծրագրերին և տեխնիկական հագեցվածությանը։
Ապրիլի 20-ին Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության գերատեսչության պատվիրակությունը գեներալ դոկտոր Հասան Հադիլ-Ազիզ Ալիի գլխավորությամբ Հայաստանում էր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը հյուրերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հաշվի առնելով կիբեռհանցավորության անդրազգային բնույթը, դրա դեմ պայքարի գործուն մեթոդներից է միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի մեկտեղումը։ Նա նաև արձանագրել է, որ առցանց հանցագործությունների դեմ հետևողական պայքարի շնորհիվ գրանցվել են խոսուն ցուցանիշներ, որոնք լավագույնս արտացոլում են ոլորտում առկա դրական տեղաշարժերը։ Արթուր Բարսեղյանի խոսքով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն կիբեռհանցագործությունների դեմ պայքարն ու դեպքերի բացահայտումը, այլև դրանց կանխարգելումը։ Այդ նպատակով ներդրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ եւ քաղաքացիների հետ հաղորդակցման ուղիղ հարթակներ։ Գեներալ Հասան Հադիլ-Ազիզ Ալին շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների եւ երկրների հետ սերտ համագործակցությունը։ Ներկայացնելով իրաքյան փորձն ու հանցավորության դինամիկան, նա պատրաստակամություն է հայտնել զարգացնելու ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությունը։ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացնելով ստորաբաժանման կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները անդրադարձել է ոլորտային առավել նեղ մասնագիտական թեմաներին։ Պատվիրակությունն այցելել է նաև ներքին գործերի նախարարության կրթահամալիր։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը հյուրերին է ներկայացրել կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, առանցքային ուղղություններով կադրերի վերապատրաստման մեթոդաբանությունն ու ոլորտային այլ մանրամասներ։ Հյուրերը ծանոթացել են նաև կրթահամալիրի շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Սահմանային անցակետերում արտակարգ իրավիճակներին արագ եւ արդյունավետ արձագանքելու նպատակով ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հերթական ուսումնավարժությունն է անցկացրել։ Բագրատաշյանի Մաքսային կետում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական վարժանք, խաղարկվել են հրդեհի պայմանական սցենարներ, իրականացվել տուժածների որոնում, տարհանում եւ առաջին օգնության ցուցաբերում։ Սահմանային անցակետերը ոչ միայն պետության մուտքի եւ ելքի դարպասներն են, այլև պատասխանատվության գոտիներ, որտեղ յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է արագ, համակարգված եւ պրոֆեսիոնալ արձագանք։ Այդ նպատակով ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հերթական վարժանքն է իրականացրել միտված արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների զարգացմանը։ Ապրիլի 17-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Բագրատաշենի Մաքսային կետ բաժնի տարածքում անցկացվել է հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը սահմանային անցակետում թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Խաղարկվել են սահմանային անցակետում հրդեհի առաջացման պայմանական սցենարներ, իրականացվել հրդեհաշիջման, տուժածների որոնման, անվտանգ տարածք տեղափոխման եւ առաջին օգնության ցուցաբերման գործողություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցության, ուժերի օպերատիվ կառավարման եւ իրավիճակային արագ կողմնորոշման ապահովմանը։ Միջոցառմանը ներգրաված էին Իջևանի եւ Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատները, պարեկային ծառայությունը, կամավորական հրշեջ փրկարարական ստորաբաժանումը, ինչպես նաեւ գործընկեր գերատեսչություններ։ Հմտությունների կատարելագործում եւ ներգրաված ծառայությունների արդյունավետ համագործակցություն Կոտայքի մարզի փրկարարական ծառայողները անցկացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության եւ Հրազդանի Հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները ապրիլի 13-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցային համալիրում անցկացրել են հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհի դեպքում հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեթրակյանը։ Միջոցառմանը ներգրավել էին նաեւ Պարեկային ծառայության կարգախումբ եւ շտապօգնության աշխատակիցները։ Նպատակը հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների ժամանակ արձագանքող ուժերի գործնական հմտությունները կատարելագործելն ու ներգրավված ծառայությունների արդյունավետ փոխգործակցությունն ապահովելն էր։ Ուսումնավարժությունն անցկացվել է մի քանի փուլով։ Ըստ սցենարի հյուրանոցային համալիրի գլխավոր մասնաշենքում պայմանական հրդեհ էր բռնկվել։ Ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարական ստորաբաժանումների կողմից իրականացվել է իրավիճակի գնահատում, ինչից հետո կատարվել են մարդկանց տարհանման, առաջին օգնության ցուցաբերման եւ հրդեհաշիջման աշխատանքներ։ Կիրառվել են հատուկ փրկարարական միջոցներ, ապահովելով վտանգավոր գոտում գտնվող մարդկանց դուրսբերումն ու անվտանգ տեղափոխումը։ Միաժամանակ իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, կանխելով կրակի տարածումը։ Շտապօգնության ծառայությունն ապահովել է առաջին բուժօգնության ցուցաբերումն ու պայմանական դուրժասների տեղափոխումը բժշկական հաստատություններ։ Փորձարկվել են ներգրավված ծառայությունների համագործակցության գործնական մեխանիզմները։ Փրկարար ծառայության կողմից պարբերաբար կազմակերպվող նման միջոցառումները կարևոր դեր ունեն արտակարգ իրավիճակներում համակարգված ու արդյունավետ գործողությունների ապահովման, ինչպես նաև փրկարարների մասնագիտական հմտությունների շարունակական զարգացման գործում։ Իսկ այժմ կարճատեդաթար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք թողարկումը։ Մեկ երկու բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդի։ Ծակած կտրած վնասվածքով 44-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տվյալներով վիճաբանության ընթացքում նրան հարվածել է ոչ սթափ վիճակում գտնվող անձը։ Ապրիլի 20-ին ժամը 22:23-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին եւ փախել։ Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաեւ հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։ Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող ծակող առարկայով հարվածել վերջին։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։ Ապրիլի 22-ին ժամը 16:40-ին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, կատարվում է նախաքննություն։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Թողարկման այս հատվածում առաջարկում եմ անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնին ծանոթանալու մեկ տեսաշարով։ Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտակայքից համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժինն են ներկայացրել 4 քաղաքացու։ Նույն օրը ժամը 11-ի սահմաններում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք առանց լիցենզիայի հատուկ տեխնիկայով իրականացնում են քանդման աշխատանքներ եւ հումքը բեռնատարներով տեղափոխում ու լցվում է աղացի մեջ։ Հատուկ տեխնիկայի եւ 3
3 բեռնատարների վարորդները ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության եւ մարտավարության գնդի ծառայողները օպերատիվ տվյալների իրացման արդյունքում եւ ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ ապրիլի 21-ին Մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել եւ ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ եւ կաթուցիչ։ Ձերբակալված անձը, ինչպես նաեւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում եւ իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին ժամը 11:30-ին Մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են տվյալ անձի կողմից վարած ավտոմեքենան։ Վարորդը եւ ուղևորը ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով 2 փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ ծալովի դանակ եւ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից եւ թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։ 36-ամյա տղամարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։